Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի նորաթուխ կանցլերը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Լեհաստանի վարչապետը 4-ով Կիևում են։ Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի մեծ շքերթից հետո գնացել են սիրտ տալու Ուկրաինայի նախագահին, հիշեցնելու, որ Ուկրաինայի ժողովրդի կողքին են։ Այսպիսի բան դեռ չէր եղել, որ 4 երկրների առաջնորդները միասին գնան Ուկրաինա։ Արևմտյան մեդիան սա աննախադեպ է համարում։ Կրեմլից հայտնում են, որ եվրոպացի առաջնորդներին հունից հանել է Մոսկվայի հաղթանակի շքերթը ու Ռուսաստանի շուրջ տարբեր երկրների ղեկավարների համախմբվածությունը։ Կարծում եմ, իհարկե եվրոպացիներն անհանգստանում են մայիսի 9-ին Մոսկվայում տեղի ունեցածից, եվրոպացիներն անհանգստանում են հաղթանակի օրվա շուրջ միջազգային մեծ համախմբումից եւ աշխարհը ֆաշիզմից ազատագրելու միջազգային մեծ համախմբումից։ Չէ՞ որ եվրոպացի առաջնորդները հաղթանակի շքերթից առաջ քննադատել էին այն երկրների ղեկավարներին, որոնք պատրաստվում էին ընդունել շքերթին մասնակցելու Ռուսաստանի նախագահի հրավերը։ Կիևում Տուսկը, Մերցը, Մակրոնն ու Սթարմերը ողջագուրվել են Ուկրաինայի նախագահի ու նրա տիկնոջ հետ։ Կիև մեկնած քառյակը անգամ մոմավառություն է կազմակերպել ու ծաղիկներ խոնարհել զոհված ուկրաինացիների շիրիմներին։ Զելենսկիի ու նրա հյուրերի շարժին մեծ ուշադրությամբ հետևում են ու պակաս չեն նյարդայնանում Մոսկվայում։ Ուկրաինայի նախագահին կոշտ քննադատել ու վիրավորական բառեր է ասել Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ինչ է անելու կոկայինը քթին քաշած տիֆոտ ոչիլը, երբ մեր երկիրը այլևս երաշխիք չտա այդ եվրոպացի առաջնորդների անվտանգության համար, որոնք այսօր Կիև են ժամանել։ Լավ, մի ջղաձգվիր առնետ։ Մեր բանակը ի տարբերություն Բանդերայի սրիկաների ահաբեկչությամբ չի զբաղվում։ Մինչ Կիև հասնելը քառյակը համատեղ հայտարարություն էր տարածել, հայտնելով իր անվերապահ աջակցությունը ամերիկյան 30-օրյա հրադադարի առաջարկին։ Միացյալ Նահանգների հետ միասին մենք կոչ ենք անում Ռուսաստանին լիարժեք եւ անվերապահ համաձայնել 30-օրյա հրադադարին ստեղծելու միջավայր արդար եւ երկարատև խաղաղության շուրջ բանակցությունների համար։ Այսօր առավոտյան համեմատաբար խաղաղ է եղել ճակատում։ Կեսօրին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ ուկրաինական կողմը մի քանի անգամ փորձել է ներխուժել Կուրսկի ու Բելգորոդի մարզեր։ Իսկ մարտական շփման գծի ամբողջ երկայնքով ուկրաինացիները իրականացրել են 2669 հարձակում, օգտագործելով փողային հրետանի, տանկեր եւ ականանետներ։ Հասմիկ Սերոբյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։